Ողջույն սիրելի բաժանորդներ, ողջունում եմ նաև նրանց, ովքեր նոր են միացել իմ ալիքին, իմ ալիքը բոլոր նրանց համար է, ովքեր սովորում են գերմաներեն, ովքեր նոր են սկսում կամ ունեն որոշակի մակարդակ և ցանկանում են բարելավել իրենց լեզվական գիտելիքները։ Եթե դուք գտնվում եք Գերմանիայում կամ նոր եք ցանկանում մեկնել Գերմանիա կամ գերմանախոս որևէ երկիր, բաժանորդագրվեք իմ ալիքին և կստանաք նոր տեսանյութեր և բառապաշարի և քերականության վերաբերյալ։ Ինչպես նաև կարող եք դիտել իմ նախորդ տեսանյութերը։ Նախորդ տեսանյութերում նույնպես ունեմ այս տիպի արտահայտություններ, այսօր ընտրել եմ A1 մակարդակի կարևոր նախադասություններ և արտահայտություններ։ Այսօրվա տեսանյութում ավելի ծավալուն արտահայտություններ եմ ընտրել, քան նախորդ տեսանյութերում։ Կարող եք դիմել նաև անհատական և խմբական դասերի համար, կարող եք գրել մեկնաբանություններում, դասընթացները միայն on-line են։ Եթե ցանկություն ունեք միանալ, կարող եք պլյուս դնել մեկնաբանություններում։ Ուրեմն այստեղ գրել եմ և քաղաքավարի ձևը, և սովորական ընկերական ձևը, քանի որ գերմաներենում տարբերում ենք քաղաքավարին և ընկերականը։ Ի տարբերություն օրինակ անգլերենի, այստեղ պարտադիր տարբերակում ենք։ Հենց առաջին նախադասությունը քաղաքավարին է. Hallo, wie geht es Ihnen? Բարև, ինչպե՞ս եք։ Hallo, wie geht es Ihnen? Կարող եք կրկնել, մի փոքր դադար կտամ, որպեսզի կրկնեք։ Եվ ընկերական ձևը. Wie geht es dir? Ինչպե՞ս ես։ Այսպիսով. Hallo, wie geht es Ihnen? Բարև, ինչպե՞ս եք։ Wie geht es dir? Ինչպե՞ս ես։ Entschuldigung. Ինքը մի քիչ բարդ, երկար բառ է։ Պարզապես մի քանի անգամ պետք է կրկնել, որպեսզի կարողանաք անգիրանալ։ Entschuldigung. Ներողություն։ Հայերենում նույնպես երկար է։ Danke. Շնորհակալություն։ Vielen Dank. Շատ շնորհակալություն։ Իմիջիայլոց, եթե դուք գիտեք այլ լեզուներ, օրինակ անգլերեն կամ ֆրանսերեն, կարող եք նմանեցնել, օրինակ danke բառը անգլերենի thanks բառին է նման։ Danke, vielen Dank։ Հիմա ողջույնի ձևերը։ Եթե առավոտյան են հանդիպում, ասում են Guten Morgen, բարի առավոտ։ Guten Morgen։ Կեսօրից հետո են հանդիպում, ասում են Guten Nachmittag։ Guten Nachmittag։ Կամ կարող են ուղղակի ասել Guten Tag։ Guten Abend։ Բարի երեկո։ Gute Nacht։ Բարի գիշեր։ Այստեղ, եթե գիտեք անգլերեն, night բառը, good night, gute Nacht, անգլերեն ձեզ կարող է օգնել։ Auf Wiedersehen։ Ստեսություն։ Սա պաշտոնական ձևն է, ոչ միայն։ Tschüss, հաջողություն, սա ընկերական է ավելի։ Tschüss։ Woher kommen Sie? Որտեղից եք դուք, քաղաքավարի ձևն է։ Woher kommen Sie? Woher kommst du? Որտեղից ես դու։ Այսինքն որ երկրից ես դու։ Woher kommst du? Schönes Wochenende։ Գեղեցիկ շաբաթվա վերջ եմ մաղթում։ Մաղթել բառը այստեղ չկա, ուղղակի ասում են Schönes Wochenende։ Կամ Wochenende-ի փոխարեն կարող են ասել Schönen Abend։ Բարի երեկո եմ մաղթում ձեզ։ Եվ այլն։ Wie heißen Sie? Ինչպես է ձեր անունը։ Heißen-ը գրվում է նաև S-ով, S-ը և երկու S-ը,
նույնն են, wie heißen Sie, ինչ է ձեր անունը, wie heißt du, ինչ է քո անունը, wie heißt du, haben Sie Zeit, ժամանակ ունեք դուք, hast du Zeit, ժամանակ ունես դու, wie alt sind Sie, քանի տարեկան եք դուք, այստեղ ինչպես ասում եք, զին քաղաքավարի ձևն է, և դուն հայերենի դույի նման է, դուն է, wie alt bist du, քանի տարեկան ես դու, freut mich, ուրախ եմ, օրինակ ուրախ եմ ծանոթանալ և այլն, freut mich, danke, mir geht es gut, շնորհակալություն, ես լավ եմ, danke, արդեն գիտեք այդ բառը, mir geht es gut, ես լավ եմ, wo wohnen Sie, wo նշանակում է որտեղ, հայերենի հետ եթե համեմատենք, wo որտեղ, wo wohnen Sie, որտեղ եք բնակվում դուք, այսինքն պետք է նշեք քաղաքը կամ գյուղը, wo wohnst du, որտեղ ես բնակվում դու, können Sie mir bitte helfen, կարող եք ինձ օգնել, խնդրում եմ, können Sie mir bitte helfen, kannst du mir bitte helfen, կարող ես դու ինձ օգնել, խնդրում եմ, wie bitte, ինչպես, այսինքն սա մեր ինչ հարցն է, երբ որ մի բան լավ չենք լսել, հարցնում ենք ինչ, այսինքն ինչպես, wie bitte, կարող են ասել նաև was, բայց wie bitte-ն ավելի քաղաքավարի է, was bedeutet das, ինչ է նշանակում դա, was bedeutet das, können Sie das bitte wiederholen, կարող եք դա, խնդրում եմ, կրկնել, kannst du das bitte wiederholen, կարող ես դու դա կրկնել, խնդրում եմ, wie schreibt man das, ինչպես են գրում դա, wie schreibt man das, ich spreche nicht gut Deutsch, ես այնքան էլ լավ չեմ խոսում գերմաներեն, ich spreche nicht gut Deutsch, եթե դուք արտասահմանցի եք և Գերմանիայում եք գտնվում, կարող եք այս արտահայտությունը ասել, որպեսզի իրենք ավելի պարզ խոսեն, ավելի հասկանան, որ դուք ունեք լեզվական դժվարություններ, ու կարող եք ասել können Sie bitte langsam sprechen, կարող եք խնդրում եմ դանդաղ խոսել, ich kann nicht gut Deutsch schreiben, ես չեմ կարողանում այնքան լավ գերմաներեն գրել, ich kann nicht gut Deutsch schreiben, welche Sprachen sprechen Sie, որ լեզուներով եք դուք խոսում, կամ ինչ լեզուներով եք խոսում, welche Sprachen sprechen Sie, welche Sprachen sprichst du, որ լեզուներով ես խոսում դու, ich weiß es nicht, ես չգիտեմ, ich weiß es nicht, այստեղ տեսնում եք երկուս է գրված, որը նույնպես SZ կարող ենք գրել, պարզապես տվյալ PDF-ում ընտրել են 2S տարբերակը, 2S-ը հավասար է 1 SZ-ին, kein Problem, macht nichts, խնդիր չկա, ոչինչ, kein Problem, macht nichts, ոչինչ, ist das richtig, դա ճիշտ է, ist das richtig, sprechen Sie Deutsch, դուք խոսում եք գերմաներեն, sprechen Sie Deutsch, sprichst du Deutsch, դու խոսում ես գերմաներեն, wie spät ist es jetzt,
ժամը քանիսն է հիմա, կամ ես թե կարող ենք չասել, ուղղակի wie spät ist es նշանակում է ժամը քանիսն է։ Wo ist der Bahnhof? Wo ist der Bahnhof? Որտեղ է գնացքի կայարանը, Bahnhof? Wo ist die Bushaltestelle? Որտեղ է ավտոբուսի կանգառը, ուշադրություն, Bahnhof-ը գնացքի կայարանն է, Bushaltestelle կամ ուղղակի Haltestelle առանց բուսի կարող են ասել, ավտոբուսի կանգառ։ Տեսնում եք կրկնվող բառեր են, կրկնվող բառերը ավելի հեշտ է սովորելը, օրինակ wo հարցական բառը, wo որտեղ է նշանակում, was ինչ է նշանակում, ինչ, was ist das, ինչ է սա, wer ist das, ով է սա, was ist ihre Muttersprache, որն է ձեր մայրենի լեզուն, was ist ihre Muttersprache, was ist deine Muttersprache, որն է քո մայրենի լեզուն, sind sie von hier, դուք այստեղից եք, sind sie von hier, եթե դուք Գերմանիայում եք ապրում, այս հարցը կարող են ձեզ տալ, bist du von hier, դու այստեղից ես, wie sagt man das auf Deutsch, այս արտահայտությունը ձեզ հաստատ պետք կգա, եթե դուք Գերմանիայում եք և որևէ բառ չեք հիշում, կարող եք այս հարցը տալ դիմացինին, wie sagt man das auf Deutsch, ու կարող եք ցույց տալ, թե ինչ նկատի ունեք, ինչպես են ասում դա գերմաներենով, թարգմանությունը, was sind sie von Beruf, ով եք դուք մասնագիտությամբ, was bist du von Beruf, ով ես դու մասնագիտությամբ, was möchten sie, ինչ եք ցանկանում դուք, was möchtest du, haben sie Kinder, ունեք դուք երեխաներ, hast du Kinder, ունես դու երեխաներ, wie viele Kinder haben sie, քանի երեխա ունեք դուք, wie viele Kinder hast du, քանի երեխա ունես դու, wo arbeiten sie, որտեղ եք աշխատում դուք, wo arbeitest du, որտեղ ես աշխատում դու, wo ist die Apotheke, որտեղ է դեղատունը, ինչպես տեսնում եք, այստեղ շատ միջազգային բառեր կան, օրինակ Apotheke բառը, Գերմաներենում շատ բառեր կան, որոնք նման են անգլերենին, ռուսերենին և ինչու չէ նաև հայերենին, wo ist die Apotheke, որտեղ է դեղատունը, wie ist das Wetter, ինչպես է եղանակը, Wetter նույնպես անգլերենի նման է weather, wie ist das Wetter, ինչպես է եղանակը, wie viel kostet das, ինչ արժե դա, wie viel kostet das, wie ist ihre Telefonnummer, ինչպես է ձեր հեռախոսահամարը, Telefon բառ է, նույնպես միջազգային բառ է, wie ist deine Telefonnummer, ինչպես է քո հեռախոսահամարը, այսօրվա համար այսքան բառապաշարը, մյուս տեսանյութում կշարունակեմ նոր կարևոր արտահայտություններ, այս արտահայտությունները կարող եք անգիր սովորել, քանի որ անպայման դուք ձեր առօրյայում կօգտագործեք, եթե ոչ բոլորը, գոնե կեսը անպայման ամեն օր կօգտագործեք, եթե դուք գտնվում եք Գերմանիայում կամ գերմանախոս երկրում։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, գրեք նաև ինչպիսի տեսանյութեր կուզենայիք դիտել իմ ալիքում։
թե տեքստեր, թե քերականական, թե վարժություններ, գրեք մեկնաբանություններում ինչպիսի տեսանյութեր կցանկանայիք անեի։ Շնորհակալություն դիտելու համար, հուսով եմ ահագին բառապաշար սովորեցիք։ Դիտեք նաև իմ նախորդ տեսանյութերը, այնտեղ կան էլի շատ կարևոր արտահայտություններ, ինչպես նաև բացատրել եմ քերականական կառույցները։ Մաղթում եմ հաճելի օր, մինչ նոր հանդիպում։ Auf Wiedersehen։